Սուրբ Գրիգոր Նարեկացի Մեկնություն երկերքոցի Գլուխ 8 Ով կտա քեզ եղբորորդի իմ ըմբոշխնել ստինքներն իմ 8 գլուխ առաջին համար Սուրբ Գրիգոր Նարեկացու բերած երկերքոցի 8 գլխի առաջին տեղին Ով տացե քեզ եղբորորդի իմ դիել ըստինս իմ Էապես տարբերվում է ընկալյալ թարգմանությունից, ով տայր կամ ոտացե քեզ եղբորորդի իմ դիել ըստինս մոր իմո, որ ներկայացնում է հունարենի հարազատ իմաստը։ Տես դոկտոր Համազասպ Ոսկյան, երկերքոցի առաջին և երկրորդ թարգմանությունը, ուսումնասիրություն և բնագիր, Վիեննա, 1924 թվական, էջ 29-71 Սրբերի անհագ տենչն է, որոնց անհավատալի է թվում Աստուծո փառքին հասնելը, առանց նկատի առնելու իրենց վաստակը, ջանքը և սրտի բաղձանքը։ Եվ այս առ խոնարհություն Սուրբ Հոգիների, որոնք չեն համարձակվում իրենց սրտերի ստինքները նրան բանալ, ինչպես Պողոս առաքյալն էր ասում, թե ես անձն իմ արժան չեմ համարում հասած լինելու։ Տես Պողոս առաքյալի թուղթը Փիլիպպեցիներին, 3 գլուխ, 13 համար։ Նույնպես և մյուս սրբերը, որովհետև իմանալով նախահոր կործանումը և մանավանդ սատանայինը, որն իր բարձրությունից ընկավ իր հպարտության պատճառով, նրանց ողջ ջանքն է խոնարհեցնել իրենց անձն ամենքից նվաստ նկատել և իրենց վաստակները մոռանալ և իրենք իրենց արժանի չհամարել Աստուծո ծառայությանը նվիրվելու, քանզի սովորել են Տիրոջից, որ ասաց. «Երբ բոլոր հրամայվածները կատարեք, ասեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավորվեցինք անելու, արեցինք»։ Ղուկասի ավետարան, 17 գլուխ, 10 համար։ Այսինքն ծառան անպիտան է, եթե ոչինչ չի հավելում ծառայությանը, քան հրամայվածները։ Քանզի այնպես էին ուսուցանում իրենց անձերը խոնարհության մեջ պահել և շնորհներին անարժան համարել, ինչպես առաքյալն է ասում. «Բոլոր առաքյալներից նվաստն եմ»։ Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին, 15 գլուխ, 9 համար։ Նաև բոլոր սրբերի և Սուրբ Հոգով լցվածների գործն այս է, որ ինչ արդար գործ էլ անեն և կամ ի սրտե սեր ցույց տան առ Աստված, մտքի խոնարհություն չհամարեն, թե Աստուծո գիտության մեջ են իբրև անարժաններ։ Սրա համար է ասում, թե ով կտա քեզ ըմբոշխնել ստինքներն իմ, այսինքն ընդունել քո հանդեպ ունեցած իմ սրտի սերը։ Այս պատճառով վրա բերելով ավելացնում եմ. երբ քեզ դրսում գտնեմ, պիտի համբուրեմ և պիտի չքամահրես ինձ։ Ինչ, քո սերն իբրև թե արհամարհելի սեր է, բայց այս ցանկության սերն արժանի է պարծանքի և հրապարակատեսության, և ովքեր ճաշակեցին այն սերը, արբեցան նրա սիրով և արհամարհեցին կին, որդիներ, ինչք, ստացվածք, իշխանություն, փառք և նաև իրենց անձը, և մահվամբ, արյունով և աղքատությամբ կատարյալ լինելով, համբուրեցին Քրիստոսին և համբուրվեցին նրանից։ Այս է պարծանքի և երանության արժանի սերը, որ գովվում է հրեշտակներից և մարդկանցից։ Պիտի տանեմ քեզ տունն իմ մոր, սենյակն ինձ հղացողի 8 գլուխ, 2 համար։ Ասաց, թե երբ քեզ դրսում գտնեմ, պիտի համբուրեմ և հետո պիտի տանեմ քեզ տունն իմ մոր, սենյակն ինձ հղացողի։ Այս բանն առաքյալը մեկնում է ասելով, որի տունը մենք իսկ ենք, և որ հաջորդում է, լինելով Սուրբ Հոգու տուն և մեր մոր Հոր։ Արդ հայտնի է, ինչպես ասում է Բարսեղը, թե որտեղ կա Սուրբ Հոգին,
այնտեղ են բնակվում նաև հայրը և որդին։ Ինչպես մարգարեի բերանով ասում է. «Նրանց մեջ պիտի բնակվեմ և նրանց մոտ պիտի գնամ»։ Արդ Փեսային սենյակ և տուն եղավ հարսը, և այն տուն տանող ճանապարհը խոնարհությունն է, և ով խոնարհ չէ, Սուրբ Հոգու հալածիչ է, և ոչ թե հանգստարար, ինչպես ասում է Բարսեղը։ Արդ սենյակ տանելով պիտի խմեցնեմ քեզ անուշահոտ գինուց, նռնենիների օշարակից։ Այս է, որ ասաց, թե ով կտա քեզ ըմբոշխնել ստինքներն իմ։ Արդ դրսում գտնելով և համբույրի արժանանալով, իր անձի սենյակն ու տունը և սրտի մեջ առնելով Փեսային և երրորդության բնակարան լինելով, խոստանում է նրան խմեցնել գինու ուրախությունը և նռնենիների օշարակը, որոնք Աստուծո բարի խորհուրդներն ու սրտի գիտակցությունն են, ինչն անհասկանալի է մեղավորներին, զիաստված նրանցով է կերակրվում և նրանց ըմպելով է սնվում, քանզի այս է կերակուրն Աստուծո։ Ավելացնում է, թե ոչ միայն բնակարան եղա Աստծո կամ Փեսայի, այլ նրանցով հովանավորվեցի և պահպանվեցի, որի համար ասում է. «Թող նրա ձախը լինի գլխիս տակ, և աջը թող գրկի ինձ» (8 գլուխ 3 համար)։ Սրանով բացահայտում է հարսի, այսինքն եկեղեցու անբաժանելի պահպանությունը և վերակացությունը։ Երդվեցնում եմ ձեզ, դուստրեր Երուսաղեմի, անդաստանի զորությունների և ուժի վրա, եթե արթնանաք, արթնացրեք սերը, մինչև կամենա։ 8 գլուխ 4 համար։ Սա երկրորդ անգամ եմ մեկնում, բայց ասվելով մեզ տված բազմադիմի շնորհները և անիմանալի պարգևները, երդմամբ հորդորում է հրեշտակներին իրեն փառաբանակից և գոհաբանակից լինելու մեր հանդեպ եղած Աստուծո սիրո համար և արթնացնող, որ չկարծի, թե միայն ինքը բավական է Աստուծո երախտիկների օրհնության համար, որով և առավել ևս կարթնանա սերը, երբ գոհանանք և փառավորենք Նրան։ Որովհետև 10 բորոտներից մեկը, դառնալով Տիրոջը և բարձրաձայն փառաբանելով Նրան իր մարմնական բժշկության համար, ստացավ նաև հոգու լուսավորությունը և հավիտենական կյանքը։ Իսկ 9 ապերախտ գտնվելով երախտավորի հանդեպ, զրկվեցին ևս մի կատարյալ պարգևից և աստվածային բերանի գովություններից։ (տե՛ս Ղուկասի ավետարան 17 գլուխ 11-19 համարներ)։ Արդ հարսն ապերախտ չլինելով Աստուծո այնքան անիմանալի երախտիկների և այնչափ պարգևների հանդեպ, և ինքնաբերաբար շնորհակալ լինելով և հրեշտակներին կանչելով մեզ գոհաբանակից լինելու, արթնացնում է Փեսայի սերն այն պարգևների հանդեպ, որ կամեցավ տալ մեզ, որն ստանալու արժանի չեղավ նախահայրը։ Այս է, որ ասում է. «Արթնացրեք սերը, մինչև կամենա»։ Այս գոհությունն էր, որ խնդրեց 9-ից և նրանց մեջ չգտավ իր կամքի փափագը։ Դուստրերը և թագուհիներն ասում են. «Ո՞վ է սա, որ ելնում է ճերմակած, կրթնած իր եղբորորդուն»։ 8 գլուխ 5 համար։ Հրեշտակները զարմանում են մեր անարգ և աղտեղած բնության մաքրության և լուսավորության վրա, որ այնպիսի անքննելի շնորհների հանդիպեց և իր եղբորորդի Քրիստոսին միացած և նրան հենված, ելնում է այնտեղ, ուր բնակվում են հրեշտակների բնակարանները, Քրիստոսին ուղեկից լինելով, որ մեր ձեռքից բռնած, տարավ մեզ անկյալ հրեշտակների տեղը, որ ինչ դրախտի մեջ չհանդուրժեց տեսնել, տեսնի իր փառքի մեջ։ Փեսան հարսին ասում է. «Պիտի արթնացնեմ քեզ խնձորենու ներքո, այնտեղ ծնեց քեզ մայրս, այնտեղ երկունք քաշեց քեզ ծնողը»։ Նախ պետք է տեսնել խնձորի հատկությունը և ապա հասկանալ նրա ներսում եղած զգաստացնող ակնարկը։ Խնձորն առողջ կերակուր է,
և հիվանդներին շատ ախորժելի և թագավորներին իսկ շատ վայելուչ, և զանազան հոտերով անուշացնում է հոտոտողների քիմքը, որը մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է ասում. Սուրբ Գրիգորի վարդապետությունը, Ագաթան Գեղոս, էջ 334 և 648, գլուխ 85։ Արդ խնձորի է նմանեցնում օրենքների և մարգարեների խոսքերը, որոնք Սուրբ Հոգով տրվեցին մեզ, նախ Սինայական լեռան վրա, Մովսեսի ձեռքով, և ապա ժամանակ առ ժամանակ բազմացավ մարգարեների միջոցով, և ինչպես որ հավքերը երկար ժամանակ ձվերի վրա նստելով ջերմությամբ Արարչի հրամանով կյանք են ստեղծում, նույնպես և մեր բնությունը երկարուձիգ դրվելով օրենքների և մարգարեական պատգամների տակ, երկնեց Աստծուց Հոր և Որդուց, որ մեր փեսան և եղբորորդին անվանվեց, ու ծնվեց բոլորի Մորից, որ նրա ծնողն է բնությամբ և մերը շնորհով։ Եվ որովհետև երկունք ասաց, և երկունքը Մորն է, սրա համար մայր կոչեց Քրիստոսի և մեր Հորը, բայց Հայրը երկնեց, ինչպես ասացի, օրինական և մարգարեական պատգամներով և ջրից ու հոգուց ծնեց իր որդիներին և Քրիստոսի եղբայրներին։ Որովհետև մեկ է մեր Մայր ծնողը, ամենակալ Հայր Աստված։ Նաև իր մկրտությամբ և ավազանով ծնվեց Քրիստոս, և Սուրբ Հոգու գալստյամբ Ադամի առջև փակված երկինքը բացեց, և ինքը նույն ծնունդը մեզ պարգևեց Սուրբ Հոգուց և կոչեց մարդու որդի և մեզ կոչեց Աստուծո որդիներ։ Ինչպես պարզ խոսքերով ասում է երանելի վարդապետ Հովհանը, թե «Դու մի երկմտիր, թե Աստուծո որդի չես լինի, քանզի անկարելի էր Աստուծո որդուն լինել մարդու որդի, քան թե մարդուն լինել Աստուծո որդի»։ Սուրբ Հովհան Ոսկեբերան, Հավետարանագիրն Մատթեոս, էջ 21։ Արդ երբ հարսին երդվեցնում է արթնացնելու Փեսայի սերը, պատասխան է տալիս վաղուց ի վեր արթնացած այն սիրուն, որ Ադամը կասեցրեց հանցանքով։ Սակայն նա ըստ անօխակալ գթության և ըստ իր արարչական սիրո մեզ բաց չթողեց իր ձեռքից, այլ դարձյալ գթալով, օրենքներով և մարգարեներով, որպես դաստիարակ, խնամեց, երկնեց և վերստին ծնեց մեզ ոչ թե ապականացու սերմից, ինչպես ասում է Պետրոս առաքյալը, այլ անապականացուից, Աստուծո կենդանի և մշտնջենական խոսքով։ Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթ, 1 գլուխ 23-րդ համար։ Սրա համար է ասում, թե «Խնձորենու տակ կարթնացնեմ քեզ, այնտեղ երկնեց քեզ իմ մայրը, այնտեղ երկնեց, որ ծնեց քեզ»։ Այսինքն, թե արթնացած էր նրա սերը մեր մեջ, և ի նպաստ դրա մեզանից միմիայն կամենալն էր պահանջվում։ Արդ որովհետև հոգու ազդեցությամբ և իմ հորից նոր ծնվելովդ հասկացար քո հանդեպ ունեցած այնչափ սերը, ով իր որդուն չխնայեց, այլ մեր ամենքի համար նրան մատնեց, ինչպես ասաց օրինակ առաքյալը։ Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին, 8-րդ գլուխ 32-րդ համար։ Արդ դիր ինձ իբրև կնիկ սրտի վրա քո և իբրև մատանի քո բասկի վրա, 8-րդ գլուխ 6-րդ համար։ Այսինքն, պահպանիր և կնքիր ինձնով սիրտդ և բազուկդ, որպեսզի վայր չընկնես բարձրանալիս, և մի տուր մոռացության իմ հոգաբարձությամբ քո հանդեպ գործածս երախտիկները, որ քեզ իմ ծնողի որդին դարձրեցի։ Արդ սիրտդ դարձյալ մի տուր սատանայի խորհուրդներին և ձեռքդ ու բազուկդ մի մեկնիր նրան, որովհետև սերը հզոր է իբրև մահը և նախանձը դժոխքի պես խիստ։
Այսինքն ինչպես որ մահը խիստ է, ում այցելում է, և նախանձը հզոր դժոխքի պես, այնպես էլ նրանք, որ ինձնից այսպիսի սիրով սիրվեցին, և այդպիսի սիրո փոխարեն իմ սերը թուլացնում և հակառակորդին են սիրում, այսինքն մեղքը, անօրենությունը և աշխարհի սերը, Տիրոջ նախանձն ու բարկության ցասումը մահվան պես հարձակվում են այդպիսիի վրա, և ապա անբուժելի ցավեր է ստանում։ Քանզի եթե ամուսիններից սիրված կանայք իրենց ամուսնու սիրո փոխարեն շնանում են, ապա ոչ միայն ամուսինների սերն են սառեցնում իրենցից, այլև ամեն տեսակի ատելությունից առավել մեծ ատելության են արժանանում և օտարանում են իրենց ամուսիններին։ Շատերը նաև մահ են կրում իրենց այրերի բարկությունից, ինչպես ասում է նաև այս Սողոմոնը. «Լի է սրտմտության նախանձով նրա ամուսինը, և բարկության օրը պիտի չհանդուրժի»։ Գիրք Առակաց 6:34 Ուրեմն որքան առավել ևս կհզորանա Աստծուն հարսնացածներիս վրա Հեսայի, Աստուծո և մեզ փրկողի բարկությունը որպես մահ ու դժոխք, որ այնչափ առատ սիրո դիմաց նրա հանդեպ ատելություն ենք ցուցաբերում, իսկ սատանային, որ շնաբար գողանում և յուրացնում է Քրիստոսի հետ մեր սուրբ ամուսնությունը, ախորժելով սփռում ենք մեր անձը, ընկնելով նրա պղծալի խորհուրդների և գործերի ազդեցության տակ, որի համար դրա փոխարեն իրավամբ գտնում ենք անմահ մահը և անքնների դժոխքը։ Արդ ո՞ր բերանը կարող է երանի տալ նրան, ով արժանանալով այսպիսի սիրո, գիտի Աստծուց գոհանալ, պահել նույն սերը և մեղքերով չեղծել այն, և դարձյալ ո՞ր բերանն է իզորու ավաղելու այնչափ սիրուց մեղքերով օտարացածներին և անմահ դժոխքի բնակիչներ դարձածներին, որի համար վրա բերելով ասում է. «Նրա թևերը հրաբոցի թևեր են, և բազում ջրեր պիտի չկարողանան շիջանել սերը, և ոչ էլ գետերը պիտի արգելեն նրան»։ 8:7 Այս ի հայտ է գալիս նաև մարմնական սիրո մեջ, քանզի որտեղ սուրբ սերն է բնակվում, ծնողական կամ ամուսնական, և սրանց նման ոչ գետերը կարող են խափանել, ոչ սուրը, ոչ հուրը և ոչ էլ մահը։ Քանիսն իրենց զավակների համար հրի, ջրի և սրի ու սովի մատնվեցին, նույնպես և իշխանների համար։ Արդ որքան որ է Աստուծո հանդեպ սերը, նույնքան հարատև է մարդկանցից եղած սերը, որ հաղթող է հրի և ջրի, կապանքների և քերոցների, կնոջ և որդիների, որով հաղթեցին իսկ Քրիստոսի սիրով արբեցած բոլոր սրբերը, առաքյալները, մարգարեները, մարտիրոսները, ճգնավորները։ Եթե այրն իր ամբողջ կյանքը տա իր սիրո համար, արհամարհելով պիտի անարգեն նրան։ Սա այսպես պետք է հասկանալ, թե Աստուծո սերը նման չէ մարդկանց սիրույն, մանավանդ ենթակա չէ մեղքերի, այսինքն որքան ավելանում է սերը, այնքան արհամարհվում և անարգվում է մարդկանցից։ Բայց Աստուծո հանդեպ սերն այնքան գովության և մեծարանքի արժանի է, որով և Դավիթն է պարծենում. «Սիրեցի քեզ, Տեր, զորություն իմ» (Գիրք Սաղմոսաց 17:2)։ Եվ թե նվաղեց սիրտս և մարմինս իմ սրտի Աստված, բաժինն իմ Աստված հավիտյան (Գիրք Սաղմոսաց 72:26)։ Այսինքն, թե դու ես իմ բաժինը, և երբ քեզ եմ հիշում, սիրտս նվաղում է, և թե սիրտս պիտի ցնծա առ Աստված կենդանի (Գիրք Սաղմոսաց 83:3)։ Եվ Աստուծո զմայլական սիրով ջերմացած այսպիսի վշտալի բազում այլ խոսքեր կգտնես սրա մոտ, որ չեմ կարող թվել։ Նույնպես անսահման են նաև Պողոսինը և մյուս առաքյալներինը։ Այսպես նաև Աստուծո այնչափ վարդապետներինը և սրբերինը, որոնք նրա սիրով ջերմացած, հաղթեցին աշխարհը
բոլոր կարիքներն ու կրքերը և փորձությունները։ Քույրը մեր փոքր է և ստինքներ չունի, ինչ անենք մեր քրոջը այն օրը, երբ խոսվի նրա համար, եթե պարիսպ է, շինենք նրա վրա արծաթեղեն աշտարակներ, եթե դուռ է, պատենք նրան եղևնափայտե տախտակով։ 8-րդ գլուխ, 8-րդ համար։ Այս բանն այնպես է հասկացվում, թե հրեշտակների զորությունների կողմից է ասվում հարսի համար, որ նոր եկեղեցին է հեթանոսներից եղած, և քույր է ասվում նույն արարչից ստեղծվելու և լինելու համար, իսկ փոքրիկ մեր անարգ բնության պատճառով է ասում, քանզի հողեղեն ենք, թեև մյուսը հրեղեն, այսինքն հոգին, որ մարմնին լծակցվեց, բայց հրեշտակներից ավելի փոքր է, որը մարգարեն ևս վկայում է. Փոքր-ինչ խոնարհ արարեցիր նրան, քան հրեշտակներին քո, բայց առավելագույն փառքով և պատվով պսակեցիր նրան։ Գիրք Սաղմոսաց 8-րդ գլուխ 6-րդ համար։ Եվ որ հաջորդ խոսքն է. Նաև մարդուն պատվով այնպես փառավորեց, որ սատանան նախանձ դրսևորելով նրա հանդեպ, կամեցավ հափշտակել, որի համար էլ ընկավ երկնքից և իր փառքից։ Արդ հրեշտակները տարակուսում են մեր տկար բնության վրա, որ հասու եղավ անհասանելի և աստվածային խորհուրդներին, փառքին, տեսությանը և գիտությանը։ Իսկ ստինքներ, ինչպես բազմիցս եմ գրել, կոչում է սրտի շտեմարանը և միտքը։ Եվ տարակուսում են հրեշտակներն այս բնությունն այն անտար տարողության համար, անտանելի իմանալով, այդ պատճառով ասում է, թե ինչ պիտի անենք մեր քրոջն այն օրը, երբ խոսվի նրա համար։ Այսինքն, երբ պատմվի Աստուծո կողմից մարդու փոքր, անստինք և անհանճար բնության հողեղեն բնություն առնելը, որովայնի և արգանդի մեջ և կուսական արգանդից մեզ պես ծնվելը, կույսի կույս մնալը, կաթով սնվելը։ Երկայն պիտի լիներ թվել Աստուծո բոլոր կարիքները, ամեն տեսակ մարդկային բաներ կրելը, որ հանձն առավ բացի մեղքերից։ Թուք և ապտակ հանձն առնելը, մտրակածեց լինելը, զգեստի ծաղրանքը փշով պսակվելը, աստվածային գլուխը եղեգով ծեծվելը, չարագործների հետ խաչի վրա մերկ գանվելը, լեղիով և քացախով կերակրվելը, Աստուծո մերձվելը, զինվորից տեգով խոցվելը, պատանքվելն ու թաղվելը և այլն։ Այսպիսի պատմություն լսելով ինչպե՞ս կհավատա կամ կընկալի այն փոքր ստեղծվածը և անստինքը։ Այս վերաբերում է նաև աստվածածնին. լսել հրեշտակից, թե հղանալու ես, նաև ընդունելու ու կրելու որովայնում և այլն։ Եվ արդարև իսկ տարակուսելի է և հրեաներին թվում է գայթակղություն, իսկ հեթանոսներին հիմարություն, որի մասին մեծ առաքյալն ասում է, թե տեղի տալիս է միայն Աստուծո Հոգուն, որ կատարում է մեծամեծ, անքնին և հրաշակերտ բաներ, որոնց թիվ չկա։ Նաև այն պատճառով բոլոր մարդիկ չկարողացան հավատալ, որովհետև Սուրբ Հոգին տեղ չգտավ նրանց մեջ, որ անկարելին կարելի դարձներ։ Դրա համար հրեշտակները վրա բերելով ասում են, որ տարակուսում են մեր փոքր և անստինք բնության վրա։ Եթե պարիսպ է, շինենք նրա վրա արծաթեղեն աշտարակներ, և եթե դուռ է, շինենք նրա համար եղևնափայտե տախտակներ։ 8-րդ գլուխ 9-րդ համար։ Արդ գրքիս առաջաբանում ասացի, թե մարգարեականները չեն համապատասխանում, որովհետև շատ լեզուներից են փոփոխություններ կրել, եբրայերենից հելլեներեն, հելլեներենից հունարեն և ասորերեն, և ապա հայերեն։ Բայց միտքն այս է, թե մարդ չէր և բոլորի արարչից ստեղծված կենդանի, այլ պարիսպ էր, սակայն հավելեցինք, և հավելվածները արծաթով իսկ խառնեցինք, մարդկոց շինելով։ Եվ դուռ էր, նրա վրա հարմարեցրինք մայրի ծառի տախտակներ և հավելեցինք նրա փոքրության վրա, որ մեծությամբ
հարմար լիներ պարիսպը, կամ դռնով ներս մտնելը։ Արդ հարսն այս լսելով համարձակվում և պատասխան է տալիս տարակուսող հրեշտակներին, ինչպես որ գրված է. հարսը համարձակվում է. Ես պարիսպ և ստինքներն իմ աշտարակ։ 8-րդ գլուխ 10-րդ համար։ Այսինքն շատ մի անհանգստացեք իմ տկար բնության համար, քանզի զորությամբ ամենակարողի ես, փոքրս, պարսպից ավելի մեծ եմ և ամուր, և անստինքս աշտարակի նման ստինքներ ունեմ։ Քանզի նա, ով ոչնչից ստեղծեց երկինքն ու երկիրը, մեր և ձեր բնությունը, ինձ մեծացրեց, ստինքներն իմ ձերիններից ավելի խոշորացրեց, քանզի այն, ինչ դուք չեք կարող լսել և տանել և կրել, իմ տկար բնությունը ձերինից առավել կարող լինելով, լսեց, տարավ և հավատաց, որի համար վրա է բերում։ Ես նրա աչքում խաղաղություն գտածի պես եղա։ Ես, որ կորսված էի դրամի և ոչխարի պես, ինչպես գրված է ավետարանում, Փեսահիս ասված առակում և մեր ապստամբելու պատճառով պատերազմի ու խռովության մեջ էի երկնայինների և երկրավորների հետ, այժմ Փեսայի խաչով նրա աչքում եղա հիրավի խաղաղություն և մոլորությունից գտնված։ Դարձյալ իր առակների մեջ աստվածային Սողոմոնը ավելացնելով ասում է. Սողոմոնը Բեղմավոնի մեջ այգի ուներ։ 8-րդ գլուխ 11-րդ համար։ Բեղմավոնը Հրեաստանի մեջ պարարտ երկիր է, որով առակում է աշխարհը և մարդուն նրա մեջ։ Իսկ Սողոմոնը Քրիստոսն է, որ եղավ մեր խաղաղությունը, որովհետև խաղաղություն է թարգմանվում Սողոմոն անունը։ Իսկ այգին հավատացյալներ, ինչպես որ Դավիթ մարգարեն Եսային և ինքը Տերը ավետարանում այգի է կոչում, որը և այգին տվեց իր պահապաններին։ Ամեն մարդ, ասում է, թող իր պտուղից 1000 արծաթ բերի։ Սա շատ մեկնության կարիք չունի, բայց երանի նրանց, ովքեր պտուղը տալիս են երկնավոր Սողոմոնին կամեցած ժամի, լինեն դրանք անձինք, թե նրանց հավատացյալ ժողովուրդը, որ եթե շատ կամ քիչ ունեն շնորհներ, կամ ժողովուրդներ, կամ ինչք, հաշիվ պիտի տան երկնքի Սողոմոն թագավորին, հոգևոր և մարմնավոր առաջնորդները, եպիսկոպոսները և քահանաները, թագավորները և իշխանները և մյուս պաշտոնյաները, հոգևոր լինեն, թե մարմնավոր։ Նույնպես աշխարհականը և զինվորը պարտավոր է հաշիվ տալ կնոջը, զավակներին և ծառաներին։ Քանզի եթե միայն իր կարիքներն է հոգում, ծառայություն, գութ, հպատակություն, հարկ, տուրք և նման բաներ, և նրանց հոգևոր ու մարմնական կարիքների մասին հոգ չի տանում, փութաջան ու սրտացավ, պիտի պատժվի Քրիստոսից։ Եթե մեղքի ինչ-որ արատ տեսնի մեկի մեջ, պարտավոր է սիրով և արցունքներով բժշկել և վշտակցությամբ սպեղանի դնել վրան, ինչպես իր անձին, և ոչ թե մտքում գոռոզաբար և մեծամտածած, իր ունեցած իշխանությամբ փքված, հոգևոր լինի թե մարմնավոր, իր տան համար լինի թե ծառաների։ Նա, որ բուրդն է առնում, կաթը կթում, պարարտներին մորթում և արոտների առատ տեղերը չի տանում, ինչպես մեղադրում է Սողոմոնը մարգարեների միջոցով, և ընկերոջը, ծառաներին և եղբորը հոգ չի տանում իր անձի պես, ուսուցանելով սրբություն, ողորմած բարքեր և խոնարհություն, աղոթքների մեջ չծուլանալ, պահքի մեջ չթուլանալ, Աստուծո տունը գնալ և ուսուցանել, տեսության գնալ հիվանդներին, ինչպես նաև բանտարկյալներին, հյուրերին ընդառաջ գնալ, հյուրասիրել և ճամփել, եկեղեցիները պատվել ընծաներով, պատարագներով և սպասներով, տերունական տոները մեծարել զգաստ փառաբանությամբ, մոմավառությամբ և նվերներով, նույնպես և սրբերի հիշատակը, քահանաներին պատվել իբրև Աստուծո պաշտոնյաների և Քրիստոսի ժողովրդի առաջնորդների, և թագավորներին ու տերերին միայն երեսանց չծառայել, այլ խղճմտորեն,
նաև քրիստոնեության մյուս կարգերը, որ այժմ այստեղ չենք կարող թվել, բայց Աստված, որ Սողոմոն կոչվեց, պահանջում է հոգևոր և մարմնավոր առաջնորդներից, որ կատարեն յուրաքանչյուրն ըստ պատշաճի և ուսուցանեն հեզաբար։ Քանզի նրա համար են կառավարում մեզ, որպեսզի հոգևոր առաջնորդները պարտավոր լինեն մեզ հետ պատերազմ մղել ընդդեմ սատանայի, և մարմնավորները պարտավոր են արյուն իսկ հեղել մեզ համար և պատերազմ տալ թշնամիների դեմ, և հարստությամբ կամ նույնիսկ մահվամբ ազատել թշնամիներից, և արդարությամբ դատանել, հարատև անաչառությամբ, անդադար, անհանգիստ, որպես Աստուծո սպասավորներ և ամեն մարդու տունը իրենը համարել։ Ինչպես գրում է Տրդատ մեծ թագավորն իր աշխարհին, քանի դեռ կռապաշտության մեջ էր, թե ինչպես տանուտերը հոգում է իր տան մասին, նույնպես և մենք ենք հոգում Հայոց աշխարհի մասին։ Տես Ագաթանգեղոս պատմություն, էջ 75, պարագրաֆ 130, գլուխ 12։ Արդ եթե կռապաշտներն այդպես հոգ էին տանում աշխարհաշինության և մարդկանց հոգիների փրկության մասին, որի համար էլ սրբերին չարչարում էին քրիստոնեությունից կուռքերի պաշտամունքին դառնալու համար, ասելով, թե մեզնից աստվածներն են պահանջում և ըստ մեզ իրավացի չեն նրանց հարկերն ու ծառայությունները, եթե այս մասին չհոգանք։ Ինչպես Տրդատը Սուրբ Գրիգորին էր ասում. Աստվածների ահից նրա բազում և հավատարիմ ծառայությունները չհիշեցի։ Տես Ագաթանգեղոս պատմություն, էջ 78, պարագրաֆ 136, գլուխ 12։ Նույնպես և Պարսից թագավորն է Վարդանանց գրում, և ուրիշ շատերը, որ չէին ակնկալում դժոխք, չարչարանքներ և դատաստան։ Տես Եղիշէ, բան վասն Հայոց պատերազմին, Եղանակ 2, Մատենագիրք Հայոց, հատոր առաջին, էջ 534-ից 579։ Արդ մեզ, որ գիտենք և հավատում ենք Քրիստոսին և սպասում ենք նրա գալստյանը, ստուգապես գիտենք, որ այս ամենի համար պարտավոր ենք հաշիվ տալու թե մարմնի, թե մտածածների և թե գործերի համար, և որքան զգուշություն է պետք, որպեսզի ահեղ դատաստանի օրը ամոթով չմնանք երկնային արքա Սողոմոնի առջև այգու պտուղը պահանջելիս։ Դրա համար բյուր անգամ երանի նրանց, ովքեր պտուղը լիապես են տալիս, և բյուրերից բյուր անգամ ավաղելի են նրանք, ովքեր չեն կարողանում հատուցել պտուղը։ Արդ Սողոմոնը առակով սկսելով է նախ ճառում, նախահոր դրախտից արտաքսվելը և փառքից ընկնելը, և դարձյալ Քրիստոսի գալստյամբ փառք ստանալը և հեթանոսների, նրա հարսնանալը և պես-պես զանազան շնորհների հանդիպելը, որ կարգեցինք և գրեցինք այս գրքում։ Աստված փակեց այգին հարսի անունից և իր մյուս անգամ գալուստը և արդարների պտղի պահանջումը, որ առաջ հարս կոչեց, ցույց տալով առավելագույն սերը մարդկանց նկատմամբ, թե ոչ միայն հարսնացած ենք և միավորված Քրիստոս փեսային, այլև նրա կերակուրն ենք, որպես այգում վայելչական խաղող դրված թագավոր Քրիստոսի սկուտեղի վրա։ Տվեք այգին իր պահապաններին։ Պահապանները սրանք են, որ ասացի. դարձյալ և յուրաքանչյուր անձ իր պահապանն է, և յուրաքանչյուր այր բերում է 1000 արծաթ իր պտղի համար, արդ այգի ասաց և պտուղն արծաթ, ըստ այդմ ինչպես է հարմարվում, եթե հայտնի չէ, որ առակաբանում է, ինչպիսին է երկերկոցի ամբողջ գիրքն իսկ։ Արդ 1000-ը արդարների կատարյալ և բազմապատիկ բերքին է ասում, և արծաթ, քանզի ինչպես արծաթն է ընտրվում և փորձվում բովում, նույնպես և սրբերը իբրև արծաթ փորձված են երկրից և յոթնապատիկ սրբված ու մաքրված հողից։ Եվ այգին իմ առջևն իմ։ 8-րդ գլուխ 12-րդ համար։ Ոչ որպես մինչ երկրի վրա էր մարդը և երկնքով, ինչպես վարագույրով միջնորդավորված էր, այլ իմն է և ինձ,
և մշտապես իմ առջև։ Այս նաև առաքյալն է վկայում ասելով. «Այժմ տեսնում ենք իբրև օրինակներ հայելում, իսկ այն ժամ դեմ հանդիման»։ Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորինթացիներին 13-րդ գլուխ 12-րդ համար։ Եվ սրբերի ասած այսպիսի բազում այլ մտքեր. 1000-ը Սողոմոնին և 200-ը նրանց, որ պահում են պտուղը նրան։ Տես այստեղ Աստուծո անչափ սերն առ մարդիկ, որի մասին և Աստվածաբանն է ասում, թե ոչնչով Աստված այնքան չի զվարճանում, որքան մարդկանց ուղղությամբ և փրկությամբ։ Սուրբ Գրիգոր Աստվածաբան ի հայտնություն Քրիստոսի, Մաշտոցյան Մատենադարան, ձեռագիր 1500, թերթ 727a մինչև 729b։ Այսինքն, թե ոչ մի բանով այնպես չի զվարճանում Աստված, որչափ արդար և սուրբ մարդով, որի համար երկինքն ու երկիրն արարեց, և ամենայն ինչ, որ երկրի վրա է, որի համար մարդ իսկ եղավ, և մյուս բոլոր բաները։ Արդ Սողոմոնը 1000-ը իրեն է ասում, թե ինձ ավելի շատ պարգևներ և խնդություն է գտնել մարդուն ուղիղ և պտղատու, քան իրեն իսկ մարդուն, այնպես ինչպես 1000-ի և 200-ի միջև է ինձ 1000 և նրան 200, որ երկու բնությունն ունեմ իմի միավորված, հոգի և մարմին։ Եվ կատարյալներն ինձ, որ կատարյալ եմ աստվածությանբս և մարդկությանբս կատարյալ մարդ, նույնպես և կատարյալ Աստված, մեզ կատարյալի փոխելու համար։ Քանզի 10-ը, 100-ը և 1000-ը կատարյալ թվեր են։ Քանզի մեկը 10-ով է ավարտվում, բայց ոչ առաջ, սակայն եթե երկրորդվի, նույնպես և մի 10-ը, 10-ը 10 լինելով 100, բայց չի ավելանում, նույնպես և 1000-ը 10-ն 100-ով։ Եվ սրանից հետո պահապաններին ասաց. վարձ տալ, ոչ միայն որ իրենց են պահում, այլ որ առաջնորդությամբ են այգու պահապաններ և ճշմարիտ մշակներ, ովքեր թե հոգևոր և թե մարմնավոր վարձ են ստանում Տեր Հիսուս Քրիստոսից։ Հարսն ասում է. որ նստած ես պարտեզի մեջ, ուրիշները լսում են քեզ, ձայնը քո լսելի արա և ինձ։ 8-րդ գլուխ 13-րդ համար։ Արդ որ Փեսան այգի անվանեց հարսին և ուրիշները նախապես պարտեզ, նույնը երկրորդելով հարսն ինքը Փեսային է պարտեզ կոչում, որ այգու պտուղն է պահանջում։ Այս ասելով, թե դու ես զորությունն իմ և քո ճգնությամբ և զորացնելով եմ պտուղ տալիս, բայց միայն թե ձայնդ լսելի արա ինձ։ Այն որ ասաց ավետարանով իսկ եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես կհանգչեցնեմ ձեզ։ Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ 29-րդ համար։ Արդ հարսն աղաչում է, թե միայն ձայնդ լսելի արա ինձ, որպեսզի անշեղորեն հետևեմ հովվիդ, որ ասացիր, թե իմ ոչխարները լսում են իմ ձայնը և իմ ետևից են գալիս և օտարի ետևից չեն գնում, այլ փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում նրա ձայնը։ Հովհաննեսի ավետարան 10-րդ գլուխ 16-րդ համար։ Արդ այն է աղաչում, որ ցանկալի և փափագելի ձայնին անկարոտ պահի, որին անշեղորեն հետևելով կտա 1000 արծաթը և այգու պտուղները և պարտեզի բերքը։ Ուրիշները լսում են քեզ, որպես թե ամենքը քեզ են սպասում և ամենքի ակնկալիքը դու ես, երկնայինների և երկրայինների և նրանցում եղած արարածների։ Այս է ուրիշները լսում են քեզ։ Քո ձայնը ինձ ևս լսելի արա, ինչպես որ հրեշտակներին, որոնք ավելի մոտ են, քան մենք, և քո լույսով են լուսավորվում, ինչպես մենք, զգալի և իմանալի արեգակով, և նրանք քեզնով։ Փախիր եղբորորդի իմ և նմանվիր այծյամներին կամ եղնիկների ձագերին խնկաբեր լեռների վրա։ 8-րդ գլուխ 14-րդ համար։ Տես հարսի պաղատանքների հավելումը, որ սաղմոսերգող մարգարեի նման փութացնում է օգնության ասելով. «Փութա օգնել ինձ և մի հապաղիր»։ Գիրք Սաղմոսաց 69-րդ գլուխ
երկրորդ համար։ Եվ դարձյալ, որովհետև նվաղեց սիրտն իմ, փութով լսիր ինձ, Գիրք Սաղմոսաց 142-րդ գլուխ 7-րդ համար։ Եվ փութա օգնել ինձ Տեր փրկությամբ իմ, Գիրք Սաղմոսաց 37-րդ գլուխ 23-րդ համար։ Եվ այլ այսպիսիք։ Փախիր ասելով գուշակում են, նմանվիր այծյամներին կամ եղնիկների ձագերին, ըստ Դավթի խնդրանքի, աղաչում է արագահաս լինել, որպես այծյամը և եղնիկը, որ սրահայաց են և արագահաս։ Նաև ապագա գալուստն է ակնարկում, պահանջելով պտուղները, որ ամենքից խնդրելու է Փեսայի մյուս անգամ գալստյանը, երբ գիշերվա մեջ ձայն հնչի. ահա Փեսան է գալիս, եկեք նրան ընդառաջ։ Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխ 6-րդ համար, որ տեսնում է այծյամի և եղնիկի յուրաքանչյուր խորհուրդը և գործը աղոտ առակի նմանությամբ, որ լեռների բարձունքներում է բնակվում, այստեղ մարդկանց մեջ լեռնացած առաքինությամբ և անուշահոտ վարքով, ինչպես խնկաբեր լեռներով, և այնտեղ սրբի մեջ և Փեսայի հետ վեր սլանալով ի լյարն երկնային, որի մասին ասում է նաև աստվածաբանը։ Սուրբ Գրիգոր Աստվածաբան, ի մկրտություն Քրիստոսի, Մաշտոցյան մատնադարան, ձեռագիր 1500, թերթ 729b մինչև 737a։ Նաև ներս է խուժում արագընթաց, նմանվելով առակողի խոսքին, որ ասում է փախիր եղբորորդի իմ։ Քանզի արագընթացը և փախիրը միևնույն իմաստն ունեն, արդ ասելով, թե նա ներս է մտնում արագընթաց, վրա է բերում, նրա հետ ներս է մտնում կեսը, որ Փեսային հարսնացածներն են, և մյուսներն արգելանոցից դուրս են մնում, մտնելու ժամանակը պատրաստվելու վրա ծախսելով, և շատերը հետո լալիս են, կրելով այնուհետև ծուլության տուգանքը, երբ հնարավոր չի լինում առագաստը մտնել, և բազմիցս ավաղելով աղոթում են, որ չարաչար փակվեցին դռները, այլ օրինակով նմանեցնելով հարսանիքից ուշացածներին (տես Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխ 11-12 համարներ), ուր բարի հայրն ուրախացնում է բարի Փեսային նրա կնոջ հարսի համար, կամ եզների լծի համար, որ դժվարությամբ ստացավ փոքրագույնների պատճառով մեծը կորցնելով։ Արդ այս է ասում աստվածաբանը, որը և Սողոմոնն է կանխագրում, թե Փեսայի փախչելու կամ երկինք շտապելու ժամանակ, երբ գալիս է մեղավորների դատավորը և արդարներին կանչողը, ովքեր արժանացել են իր հետ ընթանալու, նրանց վերցրած, արագորեն ներս է մտնում որպես փախստական և փակում է դռները մեղավորների առջև։ Որովհետև ճանապարհը նախապատրաստելու ժամանակը վատնեցին անօգուտ բաների վրա, հոգալով աշխարհի պետքերը, եզների լուծ, կին, որդիներ և անդաստաններ և աշխարհի մյուս հոգսերը, և այն ժամ ընդունայն լացով լացում են, ի վերջո հասկանալով և գիտակցելով իրենց վնասը, երբ այլևս վերականգնելի չէ։ Որի վրա ավելացնելով ասում է, քանզի ոչ ոք այնտեղ չի մտնի արհամարհողներից, ծույլերից և աղտեղվածներից և ոչ թե Փեսայի պես զարդարված, թեկուզ այստեղից ներս սողոսկի, սնոտի հույսերով խաբված։ Այս է ասում, որ թեև այստեղ մեզ խաբում ենք սնոտի հույսով, մեկ այս ասելով մեկ մյուսը, թե քրիստոնյաների համար չկա գեհեն և թե ողորմած է Աստված, որ հանուն մեզ մարդ եղավ և չարչարվեց մեզ համար և մեռավ, արդ նա ինչպես կմոռանա գութը և կուղարկի մեզ հավիտենական հրի մեջ, կամ թե կզրկի առագաստից։ Այս է սնոտի հույսերով խաբվելը, ուստի վրա բերելով ասում է, որ երբ ներսում լինենք, այն ժամ Փեսան կիմանա, թե ինչ են վարդապետում, և գնացած հոգիներից, ովքեր մոտ լինեն նրան, նրա հետ կլինեն, ինչպես ինձ է թվում, վարդապետելով կատարելագույններն ու մաքրությունները։ Արդ ճանաչիր աստվածաբանի ասածը, թե այն ամենը, ինչ խոսեցին և ուսուցանեցին մեզ գիրքը, օրենքը, մարգարեները և ավետարանը, որ Քրիստոսն է,
առաքյալներն ու վարդապետները բացահայտ և այլաբանական եղանակով, անկատար և թյուր են անդենական գիտելիքի համեմատությամբ, որ Փեսան վարդապետելով ուսուցանում է կատարելագույնը և մաքրագույնը այնտեղ կատարելացած փառքով, ինչպես հրեշտակներին և մաքրվածներին, իբրև կատարյալ մաքրությամբ աչքի ընկնող սերովբեների ու քերովբեների։ Արդ նաև այն, որ Տերն ասաց չխմել որդատունկի բերքից մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ, կատարյալ աստվածաբանություն է, ասում է Սույն Գրիգոր աստվածաբանը մեկ այլ տեղում, թե նրանը ուսուցանելն է, մերը սովորելը։ Տես Սուրբ Գրիգոր աստվածաբան, խոսք համենասուրբ Պասքա Աստուծոմերո, ճառ 2, Մաշտոցյան Մատենադարան, ձեռագիր 1500, թերթ 737 բ մինչև 741a։ Թեպետ և բարձրագույն և մեծ խորհուրդ ակնարկեց Սողոմոնը երկերքոցով, բովանդակ Քրիստոսի գալուստը և չարչարանքներով հանդերձ մահը, հարությունը և մյուս անգամ գալուստը, հեթանոսների հարսնությունը Քրիստոս Փեսային, եկեղեցու լուսավորությունը և հոգու շնորհների առատությունը մարգարեությամբ, առաքելությամբ, վարդապետությամբ, մարտիրոսությամբ, ուսությամբ, քահանայությամբ, ճգնավորական սխրանքով և ապաշխարողական վարքով և հատկապես Քրիստոսի պատառաքմամբ, որպես մեղք գործածների և մեռյալների հույս։ Այն բաները, որ սովորելու են սրբերն իրենց նորոգության և կատարելության ժամանակ Փեսայի սիրուց, ինչն ասվեց Սողոմոնի կողմից, չափազանց անհնար են նաև այն բոլորը, որ պատմվեցին հներից և նորերից Աստուծո այս բոլոր հրաշքների մասին, որ եղել և լինելու են, որքան բավարար համարեց Տեր Հիսուս ասել և ուսուցանել։ Ավարտենք երկերքոցի մեկնության խոսքերը և ասենք այն, ինչ աստվածաբանն ասաց հիշելու։ Մենք ևս հաղորդվեցինք սրանց, երբ մեկնեցինք սրանք, և դուք, որ ուսանում եք նույն իր Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ մեջ, որ իմ փառք հավիտյանս հավիտենից։ Դարձյալ հավիտյան փառք մեր շնորհատու Տեր Հիսուս Քրիստոսին Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։